Thank you. On behalf of Lithuanian Լիտվայի պատվիրակության անունից կոչ եմ անում ձեզ կողմ քվեարկել այս բանաձևին։ Դարեր շարունակ Ռուսաստանի հետ կապված լինելուց հետո Հայաստանը փորձում է գտնել իր ուղին դեպի Եվրոպա։ Որոշ ուժեր մանիպուլացնում են այն նարատիվը, թե Եվրոպայում ոչ ոք հայերին չի սպասում։ Նրանք ասում են, որ եվրոպական ինտեգրման օրենքի քննարկումից հետո Եվրամիությունից ոչ մի աջակցության ուղերձ չեն ստացել։ consideration of the law on European Մենք ԵԺԿ-ն ասում ենք, որ դա այդպես չէ։ Հայաստանը Եվրոպա է եւ մենք ձեր կարիքն ունենք վրացիների եւ Հարավային Կովկասի մյուս ժողովուրդների հետ մասին։ Քրիստոնեությունը պաշտոնապես առաջինը ճանաչած Եվրոպայի ամենահին պետությունը Հայաստանը վերադառնում է իր արմատներին։ peoples of the South Caucasus. The oldest state in Europe to officially recognize Christianity. Ցեղասպանություն վերապրած իր տարածքի ու ժողովրդի մեծ մասը կորցրած այս ազգը ցանկանում է խաղաղ ապրել եւ հայտարարում է, որ Եվրոպան իրենց տունն է։ Lost much of its territory and people. Once a peaceful life and Մենք Եվրամիությունը պետք է ընդունենք հայ ժողովրդի մեկնած ձեռքը եւ կառուցենք համագործակցության ամուր կամուրջներ։ of the Armenians and build strong bridges of cooperation. Սա ոչ միայն հնարավորություն է Հայաստանի, այլև ամբողջ Սևծովյան տարածաշրջանի եւ մեզ Եվրամիության համար։ Region and us, the EU. Thank you very much, Rasa. Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։